Մեքսիկական շնչով ու կրակով Գյումրու պետական դրամատիկական թատրոնում կատակերգական ժանրի առաջնախաղ է, կոստյումով տղամարդիկ։ Միանալով քաղաքի ամրուքի, մեզ տանվեք երեք մեքսիկացի երիտասարդ։ Ես ստեղծում եմ բեմավիճակները, ես ստեղծում եմ մեքսիկական տեկիլա քաղաքը, այնտեղ տեղադրում եմ, ճակերտավոր տեղադրում եմ բոլոր այն գործող անձանց, ում հանդիսատեսը տեսնելու է բեմում։ Մեքսիկայի աղքատ թաղամասում ծնված 6 երիտասարդների երազանքները տարբեր են, որոնց հասնելու համար թվում է, թե պակասում է միայն կոստյումը։ Նման երեկոներին ուզում ես շատ բաների մասին երազանք։ Որոր կտամ չերած ես, Մարտինես։ Մենք Մեքսիկայում ենք ապրում։ Այստեղ երազելու իրավունք միայն հարուստներն ունեն։ Փորձում եմ 6 ընկերով ձեռք բերել 1 կոստյում եւ ըստ նրանց երբ նրանք ձեռք բերեն այդ կոստյումը, այն բոլոր նպատակները, այն բոլոր երազանքները, որոնք ունեցել են մինչ այդ կիրականանան եւ նրանք կհասնեն այն ամենին, շնորհիվ կոստյումի, ինչին այդքան երկար տարիներ ցկտել են։ Հերոսների համար միայնակ հնարավոր չէ գնել այդ թանկարժեք կոստյումը, ուստի նրանք որոշում են միավորվել եւ միասին գնել վանիլային պաղպաղակի գույն ունեցող հրաշալի կոստյումը, որը ինչպես նրանք հավատում են, կարող է փոխել իրենց ճակատագիրը։ Մեր 6 երիտասարդները, ովքեր մոլորված են եւ ցանկություն ունեն իրենց կյանքում երազանքներ ունեն ու կարծում եմ, որ 6-ով միանալով, չփածելով շատ ճակերտներ, 6-ով գնում են ընդամենը 1 կոստյում, որպեսզի ըստ իրենց դիրքավորվեն եւ բոլոր իրենց երազանքները դիկատարացվեն, բայց հասկանում են մի շատ կարևոր բան, որ ավելի կարևոր արժեք կա, դա մարդն է։ Այս ստեղծագործությունն առանձնանում է իր հումորով, հույսով ու թեթև կախարդական ռեալիզմով, որը բնորոշ է Բրեդբերիին։ Պիեսը ստեղծվել է Ռեյ Բրեդբերիի վանիլային պաղպաղակի գույնի հրաշալի կոստյումը պատմվածքի հիման վրա։ Բեմադրության ու երաժշտական ձևավորման համար թատրոնն այս անգամ համագործակցել է երիտասարդ ռեժիսոր Մերի Մարգարյանի հետ։ Դրամատիկական թատրոնի դերասանները շատ մեծ հավատով են։ Իրենք ռեժիսորամետ դերասաններ են ու յուրաքանչյուրը ուղղակի անում է այն ինչ որ դու ցանկանում ես ու մեծ հավատով են մոտեցել այս գործին, ինչի համար շատ շնորհակալ եմ իրենց ու շատ հաճելի էր իրենց հետ աշխատանքը։ Շատ պատասխանատու է Գյումրու հանդիսատեսը, որովհետև ես գիտեմ, որ Գյումրու հանդիսատեսը շատ ամեն ինչ տեսած, շատ թատրոն սիրող հանդիսատես է ու իհարկե պատասխանատու արդյոք կսիրի հանդիսատեսը թե ոչ, արդեն կտեսնենք մի քանի րոպեից։ Հատկապես մեր օրերում շատ կարևոր է մենք ծիծաղենք, մենք իրար սիրենք, մենք խոսում ենք մեր ներկայացումների հիմնականում ես ընտրում եմ այնպիսի աշխատանքներ, որտեղ ավելի շատ խոսվի սիրո, համերաշխության, մեր արժեհամակարգի մասին, որովհետև կարծում եմ այսպես թե այնպես առօրյա կյանքում մենք բավականին խորելու ու մտածելու առիթներ շատ ունենք ու տխրելու, ես ուզում եմ, որ թատրոնը տա սեր ու թատրոնը հաղորդի հանդիսատեսին համերաշխություն, սրանից կարևոր բան չկա։ Սա թատրոնի 160-րդ Հոբելյանական թատերաշրջանին ընդառաջ առաջնախաղերից է։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշում է, ինչպես խոստացել են ողջ տարին է լինելու բուռն ու բազմաժանր։ Եվ ինչպես հայտարարել ենք, ամբողջ տարին պիտի լինի մեզ համար տոնական, եւ տարին մենք սկսեցինք հյուրախաղերով Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ վերջում էլ լինելու է Գյումրու միջազգային փառատոնը, որը այս տարի իրականացնելու է Գյումրու թատրոնը հոկտեմբեր ամսին է լինելու, ի տարբերություն անցած փառատոններին, որը մայիս ամսին էր կայանում, մեր մոտ հոկտեմբեր ամսին է թատերաշրջանի բացմանը։ Առաջնախաղեր աջեմյանական բեմին դեռ շատ կլինեն, իսկ այս մեկը եկել է ասելու, որ երազանքները կոստյումով չափել չարժե եւ կան արժեքներ, որոնք ավելին են։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, Հայկ Կապրելյան, այսօր։ 1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման։ Այսինքն մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար։ Քաղաքական իրողություն է սա, ինչը հաստատվում է հետազոտություններով։ Այս մասին Հայաստանի կառավարության 2021-26 թվականների 2024 թվականի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցի քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե անկախության հռչակումից ու ձեռքբերումից հետո պետականության կայացման օրակարգը գոյություն է ունեցել միշտ։ Բայց շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը հիմնականում եւ առավելապես նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, Ղարաբաղյան շարժմանը
եւ հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը։ Սա չեմ ասում որպես քննադատություն, այլ ասում եմ որպես իրողություն, որովհետև մենք բոլորս կամ առնվազն մեծամասնությունը հաշտ ենք եղել այդ մոդելի եւ նպատակադրման հետ։ Ինքս էլ լիարժեք կերպով հաշտ եմ եղել այդ մոդելի հետ, մինչև այն պահը, երբ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց կամաց, քայլ-քայլ, սկզբից աղոտ, ապա եւ առարկայորեն հասկացել եմ, որ եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը թույլ չտալու, ապա եւ մեր պետականությանը վերջ դնելու համար։ Այդ վերջնանպատակի իրագործումը մեկնարկած է եղել արդեն 2018 թվականին։ Այդ նպատակի իրագործումը եզրափակիչ փուլ մտավ 2020-ի սեպտեմբերին եւ գագաթնակետին հասավ 2021 թվականի մայիսին եւ այդ վերջնանպատակը գործակիցներ ունի նաեւ Հայաստանում եւ այդ գործակիցները կարծում են, որ Ղարաբաղի հարցն է կարեւոր եւ ոչ թե անկախությունն ու պետականությունը։ Դաշնակցության այդքան քննարկված 004 շրջաբերականը, հոգևոր հայտնի անձանց այստեղ մեջբերված հարցազրույցները, Հայաստանի նախկին ղեկավարության հայտարարությունները այս ծիրի մեջ են, այս տրամաբանության մեջ։ Այսօր ահա գաղափարական այս դարակազմիկ բախման երկրորդ արարն է տեղի ունենում։ Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես, ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել եւ լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար։ Մենք սա ցավոք շատ ուշ ենք հասկացել։ Իսկ ընդդիմությունն ըստ էության ասում է, որ Հայաստանի պետականությունը մի նպատակ եւ իմաստ է ունեցել եւ ունի։ Ղարաբաղյան շարժում, Ղարաբաղի հարց, ուրեմն Ղարաբաղյան շարժումը պետք է շարունակել, անկախ նրանից, թե դա ինչ հետևանքներ կունենա։ Բայց ես ոչ միայն համաձայն չեմ այս տեսակետի հետ, այլև մեր կառավարման 7 տարիներին ետ նայելով արձանագրել եմ մի բան, որ հիմա արդեն կարող եմ բարձրաձայնել։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությամբ Հայաստանի կառավարման ղեկին հայտնված քաղաքական թիմը դաժան փորձությունների ու հարվածների տարափի ներքո ինտուիցիա եւ արիություն է ցուցաբերել, կարողանալով քայլ առ քայլ, կտոր առերեսվել այն փաստի հետ, որ Ղարաբաղյան շարժումը օբյեկտիվորեն վաղուց ավարտվել է եւ այն շարունակելու մեր հավաքական ջանքը ընդհանրեն օգտագործվում է Հայաստանի առանց այն էլ թուլացած անկախությունն ու պետականությանը վերջ դնելու համար։ Ու այս իրողությանն առերեսվելով կառավարող մեծամասնությունը որդեգրել է մի ռազմավարություն, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունը ոչ թե Ղարաբաղի կամ ինչպես ասում են մեկ այլ ազատագրական հարցի լուծման գործիք է, այլ Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը, ազատությունը, երջանկությունը, անվտանգությունը ապահովելու գործիք։ Որ 29743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ավելի մեծ հայրենիք ունենալու միջոց է, այլ մեր երազանքների հայրենիք պետությունն է եւ մեր վերջնական հանգրվանը որպես ժողովուրդ։ Մարդու իրավունքները Հայաստանի զինված ուժերում այս թեմայի շուրջ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի եւ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների падգամավորները մարդու իրավունքների պաշտպանի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ կազմակերպել են երկօրյա կլոր-սեղան քննարկում։ Այս կլոր-սեղանի ընթացքում կքննարկվի խորհրդարանի Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը նպաստելու կարողությունը, գործիքակազմերը, ինչպես նաև այնպիսի մեխանիզմներ, որոնք ընդհանրապես խորհրդարանները օգտագործում են ապահովելու համար միջազգայինորեն ընդունված նորմատիվ բնույթի
կարգավորումները, քննարկումը կենտրոնանա խորհրդարանի օրինաստեղծ, ինչպես նաև վերահսկողական ծառայությունների վրա։ Քննարկման նպատակն է պաշտպանության, կառավարման եւ վերահսկողության ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկել Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների ապահովմանն ու խթանմանը վերաբերող հարցերը։ Մարդու իրավունքների խնդիրն առկա է ամենուր, որտեղ գործ ունենք մինջանձնային հարաբերությունների հետ։ Այդուհանդերձ զինված ուժերում այն հատուկ կարևորություն ունի պայմանավորված ոլորտի առանձնահատկություններով։ Զինված ուժերը կարևորագույն գործառույթներ են իրականացնում, ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը։ Այս առումով մարդու իրավունքները զինված ուժերում ուղղակիորեն իրացվում են անվտանգության ապահովման համատեքստում։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցեր են իրականացնում ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքեր, պաշտպանության նախարարության զորամասեր, զինկոմիսարիատներ, հոսպիտալներ, մարտական դիրքեր ներկայ են լինում բժշկական հանձնաժողովների նիստերին։ Ինձ համար շատ կարևոր առաջնահերթություններից մեկը, որպես մարդու իրավունքների պաշտպան, հենց զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներն են։ Շատ երկար տարիներ մենք երբեմն հանդիմանական վերաբերմունքի էինք արժանանում այն տեսանկյունից, որ շատ նույնիսկ մասնագետներ վկայակոչում էին այն հանգամանքը, որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը կամ պաշտպանությունը ու զինված ուժերը միմյանց հակասող երևույթներ են։ Այս գաղափարը ոչ միայն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, կարծում եմ այն պարզապես չի համապատասխանում նաև այն մարդու իրավունքների հետ կապված համակարգային արժեքներին եւ անվտանգության ու պաշտպանության ոլորտի արժեքներին, որը ժամանակակից աշխարհն ունի։ ԴՔԱՖ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ Անթիե Ֆրիցը շնորհակալություն հայտնելով ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին եւ մասնակիցներին քննարկումը կազմակերպելու համար ներկայացրել է ԴՔԱՖ-ի գործառույթները, նշելով, որ սերտ համագործակցում են կառավարության հետ։ Երկօրյա քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման գործում խորհրդարանի դերին։ Զինված ուժերում ոչ մարտական իրավիճակներում մահերի կանխարգելման եւ դրանց արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքներին, օմբուդսմանական հաստատությունների կապի ուժեղացմանը, պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում մարդու իրավունքների չարաշահումները կանխելու նպատակով եւ այլ հարցերի։ Կարևորում եմ մեր եւ պաշտպանության հանձնաժողովի, ինչպես նաեւ մեր միջազգային անվտանգային կազմակերպության ԴԿԱՖ-ի համագործակցությունը, որը մեզ համար շատ կարևոր է, հատկապես 20 թվականի պատերազմից հետո հետպատերազմյան ժամանակահատվածում զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերող բազմաթիվ հարցերին։ Միջոցառումը կազմակերպվել է ԴՔԱՖ-ի կողմից Հայաստանում ժողովրդավարական անվտանգության ոլորտին եւ պաշտպանության ոլորտի բարեփոխումներին աջակցության շրջանակներում եւ իրականացվել Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության դրամաշնորհով։ 2 միլիարդ 327 միլիոն դրամի 27 անշարժ գույք Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին առնչվող այս մեղադրանքը 6 տարի անց ուղարկվել է դատարան։ Երթվում է Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավականու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները։ 6.5 տարի կենտրոն համայնքը 3 տարի Երևանը ղեկավարած Բեգլարյանը մեղադրվում է լիազորությունները չարաշահելով կենտրոնում գտնվող 2 տասնյակից ավելի անշարժ գույք հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար։ Հանցավոր սխեմայի թիրախում նաև նախադպրոցական հաստատությունների շենք-շինություններն են եղել։ Դրանցից մեկը Թամանյան 3 հասցեի 140-րդ մանկապարտեզն էր, որն ըստ մեղադրանքի քաղաքապետ աշխատելու տարիներին Բեգլարյանը վերամիավորել է այլ մանկապարտեզի հետ։ Գագիկ Բեգլարյանը 2008 թվականի դեկտեմբերի 25-ին հրավիրել եւ արել է ավականու արտահերթ նիստ, որի օրակարգում ներառել է Երևան քաղաքի Թամանյան 3 հասցեում գտնվող թիվ 140 մանկապարտեզը վերակազմակերպելու հարցը, որի հիմքում դրել է մանկապարտեզի սանիտարահամաճարակային պայմաններին չհամապատասխանելու, երեխաների ծնողների կողմից մանկապարտեզի դիրքով պայմանավորված մետրոպոլիտենի աշխատանքը երեխաների հանգստին խանգարելու վերաբերյալ բողոքներ ներկայացնելու, մանկապարտեզի նշված ժամանակահատվածում հաճախելիություն նվազելու եւ այլ մտածածին պատճառաբանություններ։ Այնինչ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյայի յուրաքանչյուր խմբակում եղել է 20-ից 25 երեխա, մանկապարտեզ օրինակելի է եղել նորոգված։ Արդյունքում հավաքանու անդամները
տեղյակ չլինելով, որ նշված գույքը փաստացի դառնալու է Գագիկ Բեգլարյանին, կայացրել են թիվ 140 մանկապարտեզը վերակազմակերպելու եւ թիվ 40 մանկապարտեզին միացնելու մասին որոշում։ Դրանից հետո ըստ մեղադրանքի Բեգլարյանը դրդել է կենտրոնի այդ ժամանակվա թաղային համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Գյանջումյանին, որպեսզի ավականուն ներկայացնի առաջարկություն մանկապարտեզի տարածքը վարձակալությամբ տրամադրելու մասին։ Այնուհետև Գագիկ Բեգլարյանը անշարժ գույքը փաստացի իրենը դարձնելու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու նպատակով նախնական համաձայնության է եկել իր անվտանգության աշխատակից Համիկ Մկոյանի, վերջինիս ազգական Տիգրան Ղազարյանի հետ, որպեսզի Տիգրան Ղազարյանը կենտրոն թաղային համայնքում հանդես գա որպես վարձակալությամբ ձեռք բերի գույքը, իսկ հետագայում նաև նշված գույքը ուղղակի վաճառքով օտարի իրեն։ Ավականին համաձայնությունը տվել է եւ վարձակալության պայմանագիր կնքել Տիգրան Ղազարյանի հետ։ Այս որոշումից 2 տարի անց Գագիկ Բեգլարյանի որոշմամբ այդ տարածքն ուղղակի վաճառքով օտարվել է Տիգրան Ղազարյանին 10 անգամ ցածր գնով։ Թամայական 3 ասիում գտնվող անշարժ գույքի շուկայական գինը կազմել է 233 միլիոն 470 հազար դրամ, այնինչ Գագիկ Բեգլարյանը նշված անշարժ գույքը Տիգրան Ղազարյանին ձևական առողջարքի պայմանագրով օտարել է անհամեմատ ցածր գնով 23 միլիոն 120 հազար դրամով։ Այնուհետև գույքի անցավոր ծագումը թաքցնելու նպատակով կնքվել են ձևական առողջարքի պայմանագրեր։ Վերջնարդյունքում 2011-ին գույքը գրանցվել է Բեգլարյանի հոր անունով։ Այնուհետև որպես ժառանգություն անցել է Գագիկ Բեգլարյանի որդուն։ Այսինքն գույքը օտարվում է Գագիկ Բեգլարյանի հետ փոխկապակցված անձին, փաստացի դառնալով Գագիկ Բեգլարյանին։ Այդ կերպ թաքցվում է գույքի նկատմամբ Գագիկ Բեգլարյանի իրավունքը, ինչպես նաև իրականում նրան պատկանելու հանգամանքը եւ օրինականացվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքը։ Մյուս 26 դրվագներով ըստ էության կոմիտեի պաշտոնյայի խոսքով գործել է նույն մեխանիզմը, ինչի հետևանքով Երևանին սեփականության իրավունքով պատկանող գույքերը մի դեպքում ուղղակի վաճառքի, մյուս դեպքում նվիրատվությամբ ու ձևական աճուրդով կրկին օտարվել է Գագիկ Բեգլարյանի հետ փոխկապակցված անձանց, փաստացի դառնալով նախկին պաշտոնյային։ Գործով բացի Բեգլարյանից 3 մեղադիր կա։ Նրա նախկին թիկնապահ Համիկ Միկոյանը, որը հետախուզվում է, Տիգրան Ղազարյանը եւ կենտրոն համայնքի նախկին ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Գյանջումյանը։ Բեգլարյանի եւ եւս երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավն ու բացակայելու արգելքը։ Լուրերի հետ զրույցում Երևանի նախկին քաղաքապետի պաշտպան Հրանտ Տանանյանն ասաց, մեղադրանքը չեն ընդունում մանրամասների մասին կխոսեն դատարանում։ Մեղքը չընդունող Բեգլարյանը նախաքննության փուլում որպես պատճառված վնաս վերականգնել է 210 միլիոն դրամ։ Միջուկային գործարքի շուրջ Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների ֆոնին ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը մեկնել է Իրան։ Ռաֆայել Գրոսիին ընդունել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարը։ Աբբաս Արաղչին Գրոսիին կոչ է արել չտրվել որոշ պետությունների ճնշմանը եւ կատարել ատոմային գործակալության ստանձնած պարտավորությունները։ Իրանը վճռական է շարունակելու գործակալության հետ շփումները եւ կարգավորելու իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, հավատացրել է Արաղչին։ Նա Գրոսիին տեղեկացրել է Օմանում Թեհրանի եւ Վաշինգտոնի բանակցությունների մասին։ Արաղչին ընդգծել է երկխոսության եւ դիվանագիտության կարեւորությունը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենն էլ համոզմունք է հայտնել, որ կառույցի եւ Թեհրանի գործակցությունն անհրաժեշտ է երաշխավորելու միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։ Դիվանագիտության կարիք կա, շեշտել է Գրոսին։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ ԱՄՆ նախագահը չէր բացառել Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների եւ միջուկային օբյեկտների խոցման հնարավորությունը։ Մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ակցիաները չեն դադարում։ Ստամբուլում զանգվածային ցույցեր են, քաղաքացիները պահանջում են ազատ արձակել Իմամօղլուին եւ բերման ենթարկված ընդդիմադիր այլ պաշտոնյաներին։ Ժողովրդի հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է կանգ չեն առնի, մինչեւ Իմամօղլուն ազատ չարձակվի եւ չդառնա Թուրքիայի նախագահը։ Հիշեցնենք, որ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման եւ ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Ընդդիմության համոզմամբ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ նա համարվում է առաջիկա ընտրություններում Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը։ Միջազգային հանրությունը դատապարտել է Իմամօղլուի կալանավորումը, այն անվանելով հակաժողովրդավարական քայլ։
Գիշերը ռուսական ուժերը հարվածել են Դնեպր քաղաքին, հայտնի է 3 զոհի մասին։ Տուժել է 30-ից ավելի մարդ, այդ թվում երեխաներ։ Վնասվել են բնակելի շինություններ, կրթական եւ մշակութային հաստատություններ։ ԱԹՍ-ներից մեկն ընկել է քաղաքապետարանի մոտակայքում, հրդեհներ են բռնկվել։ Ռուսական կողմն էլ հայտնել է դաշնության տարածքում ուկրաինական 71 անօդաչու սարք խոցելու մասին։ Թիրախում են եղել Օրյոլի, Ռյազանի, Բրյանսկի, Տուլայի, Վլադիմիրի շրջանները։ Տեղեկություններ կան, որ հարված է հասցվել Իվանովոյի Շույա քաղաքին, որտեղ տեղակայված է եղել օրեր առաջ Սումիին հրթիռային հարվածներ հասցրած ռուսական բրիգադը։ ԱՄՆ իշխանությունը սպառնում է չեղարկել օտարերկրացի ուսանողների Հարվարդ ընդունվելու իրավունքը, եթե համալսարանը հրաժարվի տեղեկություններ տրամադրել հակաիսրայելական ցույցերին մասնակցած այն ուսանողների մասին, որոնք հատուկ կրթական վիզաներ ունեն։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը ժամանակ է տվել մինչև ապրիլի 30-ը։ Հարվարդից CNN-ին հայտնել են, որ տեղյակ են իշխանության դիրքորոշմանը, սակայն մտադիր չեն զոհաբերել համալսարանի անկախությունը կամ խախտել սահմանադրությունը։ Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունը նաև նախազգուշացրել էր, որ կզրկի Հարվարդը շուրջ 9 միլիարդ դոլարի ֆինանսավորումից։ Արևառած սկսվեց տարին, հետո հաջորդեց ձյունը իր անհարմարություններով։ Անձրև, քամուշ, գնացում, ջերմաստիճանի կտրուկ նվազում ապրիլյան այս օրերին։ Հանրապետությունում մի քանի օր է եղանակը կրկին անակնկալներ է մատուցել։ Բեռնատարների հոսքի աճը, մերկասառույցը եւ մի շարք այլ գործոններ ավտոճանապարհներին առաջացնում են շղթայական խցանումներ։ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը տարին սկսել է արտակարգ ռեժիմով։ Բավականին բարդ ռելիեֆային գոտում են գտնվում ճանապարհները։ Մենք ամեն օր գործ ունենք տարբեր զանգերի հետ, օգնության կանչերի հետ, որ առաջանում են միջպետական ավտոճանապարհներին։ Նաև այս ուղղությամբ ահռելի աշխատանք է կատարվել եւ այս պահին նույնպես կատարվում է, քանի որ մենք կոնկրետ հենց այսօր, հենց հարցազրույցի ժամանակ, որ մենք հիմա խոսում ենք, այս պահին փրկարարած ծառայության ստորաբաժանումները լծենի հատվածում, կոնկրետ Աղվանի լծենի հատվածում խցանված մեքենաներ են քարշակում։ Ցյան տեղումներով պայմանավորված մինչ օրս, ես եթե ամփոփում եմ, 123 քարշակման դեպք ենք ունեցել մեքենաների, ճանապարհում են խնդիրներ բավականին ունենում։ Մարզում տարեսկիզբն առանձնացավ նաև հրդեհավտանգ իրավիճակներով, բարեբախտաբար դեպքերի մեծ մասը չի ունեցել աղետալի հետևանքներ։ Աշխատել ենք գրեթե հունվար ամիս ուժեղացված ռեժիմով։ Օր ա եղել, մենք որ ստացել ենք մոտ 12-13 հրդեհի կանչեր։ Մեր փրկարարած ծառայության ստորաբաժանումներն աշխատում են հերթափոխում, բայց օրեր են եղել, որ հանգստի մեջ գտնվող բոլոր ծառայողները ներգրաված են եղել աշխատանքի ծառայության մեջ։ 2025 թվականի առաջի երամսյակի մենք ունեցել ենք 242 հրդեհի դեպք, իսկ նույն ժամանակահատվածում մենք ունեցել ենք 24 թվականի ընդամենը 78 դեպք հրդեհի։ Բավականին հրդեհավտանգ էր այդ ժամանակահատվածը, որ հիմնականում պայմանավորում եմ բնակիչների ավելորդ ինքնավստահության գործոնի մասսայական արկայությամբ։ Աչքը քարտեզին, ականջը հեռախոսին ճգնաժամային կառավարման կենտրոնի ամենօրյա աշխատանքն է։ Միայն նախորդ տարի Սյունիքի մարզային վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում 86000 զանգ է ստացվել, որի 42%-ը արտակարգ է եղել։ Գերակշռել են նաև կենցաղային հարցերը, օձի հայտնաբերում, շան հարձակում, քարաթափում։ Ամենից շատ արտակարգ դեպքերը գրանցվել են Կապանում։ Մարզի տարածքում շրջայցեր են կազմակերպում, այն վտանգավոր թիրախային վայրերը, որտեղ կարող է քարաթափում լինի, մենք դա արձանագրում ենք, որը որ փրկարարած ծառայության ուժերով միջոցներով մենք կարող ենք իրականացնել հարկադիր քարաթափումներ, հնարավոր հետևանքները կանխելու տրամաբանության մեջ, մենք նաև իրականացնում ենք հարկադիր քարաթափման դեպքեր։ Մենք խնդիրներ ունենք լծեն Տաթև նորակառույց ճանապարհի այդ հատվածներում, քանի որ ճանապարհը նոր է կառուցված, այնտեղ բավականին հողային շերտ կա սարերի հատվածում, որտեղ ժամանակի ընթացքում պետք է նաև այդ շերտը կամաց նաև ինչ-որ չափով մաքրվի։ Սյունիքում նախորդ տարի 210 հեկտար խոտածածկ տարածք է այրվել։ Մարզային փրկարարական վարչության պետի խոսքով 2023-ի համեմատ թիվը նվազել է։ Սրան նպաստել է նաև ըստ թիրախային քարտեզների ընտրված վայրերում բնակչության շրջանում իրազեկման հանդիպումներ անցկացնելը։
Մարզում օպերատիվ աշխատանք կազմակերպելու համար համապատասխան տեխնիկան բավարար է։ Իհարկե դժվարություններով, բայց փրկարարի առաքելությունն է ոչ միայն արագ արձագանքել, այլև խնդրին լուծում տալ։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Արաքսգյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը խախտելով ընդերքի օգտագործման պահանջները առանց պետական հաշվառման եւ գրանցման իրացնելու նպատակով արդյունահանել է ավելի քան 2000 խորանարդ մետր ավազակոպճային խառնուրդ ու գլաքար, պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս։ Ապրիլի 8-ին համայնքային ոստիկաններն այցելել են Արաքսգյուղ ու հայտնաբերել ապօրինի արդյունահանված ավազակոպճային խառնուրդ բեռնված խոշոր բեռնատար, որը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նման մի տեղեկություն էլ Վաղարշապատի համայնքային ոստիկաններն իրացրին հաջորդ օրը։ Ստուգայցի ընթացքում նրանք պարզել էին, որ սահմանափակ պատասխանատվության մի ընկերություն Արմավիրի մարզի ապագա գյուղի տարածքում առանց լեռնահատկացման թույլտվության, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության բացակայությամբ նախատեսված սահմաններից էական շեղումներով ու սահմանվածից ավելի խորությամբ իրականացնում է ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում։ Ապրիլի 9-ին իրավապահներն այցելել են տարածք, բեռնատարի 4 վարորդ եւ ՍՊ ընկերության 5 աշխատակից ձերբակալվել են։ Պարզվել է, որ արդեն տևական ժամանակ ապագա գյուղի տարածքում արդյունահանումից հետո ավազակոպճագլաքարային խառնուրդը տեղափոխվել է Արաքսգյուղում գտնվող վերամշակման կետ, որից հետո էլ իրացվել է, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս։ Ավազակոպճագլաքարային խառնուրդով բեռնված 4 բեռնատար եւ այլ տեխնիկա տեղափոխվել է համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին ապրիլի 11-ին, ժամը 22:10-ին Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում իր բնակության հասցեի մոտ իրավապահները ձերբակալեցին Telegram սոցիալական հարթակում գրանցված էջերի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու մեջ կասկածվող 30-ամյա տղամարդու։ Այդ պահին նրա հետ էր նաև 26-ամյա երիտասարդ, որը դիմեց փախուստի, ինչը սակայն կարճ տևեց։ Երկուսն էլ տեղափոխվեցին համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։ 30-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերված ծխախոտի տուփի մեջ կար զիպ փականով տոպրակ, լցված կոկային տեսակի թմրամիջոցի նմանվող 10 գրամից ավելի փոշենման զանգվածով։ 26-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե կաթուցիչ տեղնականաչավուն զանգվածով։ Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Կենտրոն եւ Նորք Մարաշվարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, հանգամանքները պարզվում են։